Ռուսաստանն ու Ուկրաինան մայիսի 9-ին առաջարկված հրադադարից 2 օր առաջ շարունակել են օդային ինտենսիվ հարվածներ հասցնել միմյանց։ Ուկրաինան երկրորդ օրն անընդմեջ ճանոթաչուներով հարվածում է Մոսկվային եւ ռուսական այլ քաղաքների։ Հարձակումների հետևանքով մի քանի ժամով փակվել են Ռուսաստանի մայրաքաղաքի եւ առնվազն 5 այլ քաղաքների օդանավակայաններ։ Ի պատասխան ռուսական կողմն այսօր անօդաչուներով հարվածել է ուկրաինական մի շարք բնակավայրերի, այդ թվում Խարկովին, որտեղ վնասվել կամ այրվել է շուկայի մեծ մասը կամ 1 զոհ, մի քանի վիրավոր։ Խարկովի բնակիչ Դենիս Զալինսկին ասում է, որ Ռուսաստանն այս հարվածներով փորձում է քաոս ստեղծել ու ահաբեկել մարդկանց։ Սրանք քաոտիկ հարվածներ են մարդկանց վախեցնելու եւ սպանելու համար, կիահաբեկչություն է։ Մեկ այլ բնակիչ Դանիլո Տարանինը, որը հրդեհված շուկայում խանութ ունի, ասում է, որ այս անգամ իրենց բախտը մի փոքր բերել է, ապրանքները շատ չեն վնասվել հրդեհից։ Մենք միշտ գալիս ենք մեր խանութը ստուգելու եւ փրկելու գոնե ամենաթանկարժեք ապրանքները, բայց այս անգամ մեր բախտը բերել է։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինական կողմից ռուսական դիրքերին կամ օբյեկտներին հարվածելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք պատասխանի։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դեռ ուժի մեջ է հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի նախագահի հայտարարած երրորդյա հրադադարի առաջարկը, որն Ուկրաինան մերժել էր, պահանջելով, որ հրադադարը լինի առնվազն 30 օր։ Разумеется, инициатива президента Путина. Իհարկե, նախագահ Պուտինի նախաձեռնությունը տոների ընթացքում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ակտուալ է եւ գերագույն գլխավոր հրամանատարը համապատասխան հրահանգներ է տվել։ Соответствующие указания даны Верховным главнокомандующим. Այս ֆոնին Ուկրաինան հայտարարել է, որ իր զինուժը դեռ գտնվում է Ռուսաստանի Կուրսկի մարզում եւ մարտեր է վարում, չնայած Մոսկվայի պնդումներին, որ նախորդ օրերին կանխել են ուկրաինական զորքի ներխուժման փորձը։ Ուկրաինական զինուժը հաղորդել է, որ Կուրսկում հաջողությամբ ոչնչացրել է անօդաչուների հրամանատարական կետ, նաեւ հարվածել էլեկտրակայանի։ Ռուսական կողմի փոխանցմամբ Կուրսկում ուկրաինական հարվածներից առնվազն 3 մարդ է սպանվել, եւս 7-ը վիրավորվել։ Ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին ցանցում գրել է, որ իրենց հաջողվել է կայունացնել իրավիճակը լոգիստիկ կարևոր հանգույց համարվող Պոկրովսկ քաղաքի շրջակայքում գտնվող առաջնագծի հատվածում, որտեղ ռուսական զորքը հարձակվում էր ամիսներ շարունակ, փորձելով գրավել քաղաքը։ Մենք կարողացել ենք կայունացնել իրավիճակը գործողությունների այս գոտում եւ որոշ տեղերում վերականգնել ենք մարտավարական նախաձեռնությունը։ Մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են օդային հարվածներ հասցնել միմյանց, Պոլիտիկոն հղում անելով Եվրոպական միությունում դիվանագիտական իր աղբյուրներին գրում է, որ Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է այսօր հրապարակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի առաջարկները, որոնց նպատակն է Ռուսաստանին ստիպել, որ դադարեցնի պատերազմը։ Ակնկալվում է, որ պատժամիջոցներում կներառվեն անհատներ, ընկերություններ եւ տանկերներ, եւ մի շարք երկրների պահանջով չի ընդլայնվի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ցանկը։ Այս ֆոնին Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիների հերթական փոխանակումն են արել 205-ը 205-ի դիմաց սկզբունքով։ Փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։